Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 11-ն է եւ այս հաղորդման ընթացքում ավանդաբար կխոսենք Հայաստանից եւ միջազգային կարևոր իրադարձություններից։ Սկսում ենք ինչպես միշտ Հայաստանից եւ պետք է նշեմ, որ երեք ես ներկայացրի Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան, բայց հետո նաեւ արդեն նոր տեղեկություններ ստացանք եւ ավելի հստակ դարձավ, թե ինչ հարցեր է քննարկել Արարատ Միրզոյանը Հնդկաստանում, նա նաև հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ Հնդկաստանում եւ կարևոր հարցերի շուրջ անդրադարձ է եղել, կարևոր հարցերի են անդրադարձել, ինչպես նաև մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել երկրների միջև։ Հիմա առաջարկում եմ մի պահ լսել այդ մասին, թող մեզ համար կարդա արհեստական բանականությունը, ես իրոք տեխնոլոգիաների սիրահար եմ եւ ինձ շատ դուր է գալիս, թե վերջին շրջանում ինչպես է Google-ը կատարելագործել իր արհեստական բանականությունը եւ ինչպես նա կարող է կարդալ հայկական տեքստերը։ Ձեր ուշադրությանը ներկայացնեմ այդ հանդիպման կարևոր կետերը եւ մենք նաեւ ընթացքում փորձենք նաեւ մեկնաբանել այդ հանդիպումը։ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուբրամանյան ջերմանկարի հանդիպումը տեղի ունեցավ։ Հանդիպման արդյունքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, որոնց մանրամասները տրամադրված տեքստում չեն նշվում։ Արարատ Միրզոյանի ելույթը միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում ICWA։ Հայաստանը Հնդկաստանը համարում է մտերիմ գործընկեր, որի հետ կիսում է խորը քաղաքակրթական կապեր։ Հնդկաստանի հետ գործընկերության խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։ Երկկողմ համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ընդլայնվում է։ Հայաստանը շահագրգռված է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի եւ Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության եւ համագործակցության առաջմղմամբ։ Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի։ Հիմա տեսեք, այս միայն սկզբի մասով շատ կարևոր է, որ Հայաստանի արտգործնախարարը կարևորում է մեր պատմական մշակութային կապերը, որոնք որ հին ժամանակներից եղել են, եւ դրանից բացի խոսքում է կոնկրետ հյուսիս-հարավ ծրագրի մասին, կապի Հնդկաստանից Իրանով մինչև Հայաստան շատ մեծ կարևորություն է տալիս Հայաստանը այս ծրագրին։ Չափազանց կարևոր է, որ Արարատ Միրզոյանը այս հարցը կրկին ու կրկին բարձրացնում է իր գործընկերոջ առջև։ Շարունակենք։ Հայաստանն ու Հնդկաստանը ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում։ Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում եւ մոտ է երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ հաստատող խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Երկկողմ բանակցությունները հանգեցրել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման մասին կանոնակարգի ստորագրմանը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Հայաստանը զինվացության փոխադարձ վերահսկման առաջարկ է ներկայացրել։ Հայաստանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից տարածքային հավակնությունների կապակցությամբ։ Հայաստանը մատնանշում է հումանիտար խնդիրները, այդ թվում Ադրբեջանում հայ քաղաքացիների ձերբակալությունը։ Հայաստանը մասնակցում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանը նախաձեռնել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն ուղղված։ Ուրեմն այս տեքստը նաև լսելով մենք հստակ պատկերացում ենք կազմում, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձրացրել է իր Հնդկաստանի գործընկերոջ հետ այն բոլոր կարևոր հարցերը, որոնք որ վերաբերվում են հայ-ադրբեջանական կարգավորմանը, հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ արկա խնդիրներին, ինչը եւս շատ կարևոր է հաշվի առնելով այն, որ Հնդկաստանի հետ մենք շատ խորը հարաբերություններ ունենք, բայց նույն ժամանակ այդքան էլ հաճախակի չեն այս տեսակի հանդիպումները եւ չափազանց կարևոր է, որ Հնդկաստանը Հայաստանից տեղեկացված լինի հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ։ Շարունակենք։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ։ Համառոտ բովանդակություն։ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հնդկաստանի հետ, հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության, տնտեսության եւ տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը։
Հայաստանը նաև ձգտում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առկա բարդություններին։ Հույսով եմ պարզ էր, սիրելի հայրենակիցներ, այստեղ ներկայացված էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը որ ինչպես արդեն նշեցի, ներկայացվեց Հնդկաստանի արտգործ նախարարին։ Եթե ձեզ դուր եկավ այս ձև մեր հաղորդումը, որ արհեստական բանականության միջոցով մենք կարողացանք կարդալ հայերենով եւ հետո մեկնաբանել, մենք կշարունակենք այս պրակտիկան, բայց անպայման կխնդրեի, որ դա գրեք նաև մեկնաբանությունների մեջ, թե ձեզ դուր եկավ, թե դուր չեկավ այս ձև ներկայացումը, մենք էլ անցնենք արդեն այլ կարևոր հարցերի, ուղղակի ավելացնելով այն, որ Հնդկաստանը իրոք չափազանց կարևորություն է Հայաստանի համար, եւ Հայաստանը շատ լուրջ քայլեր պետք է իրականացնի։ Դե բնական է երկկողմ են այդ քայլերը, բայց Հայաստանը ավելի է շահագրգռված Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, քան Հնդկաստանը Հայաստանի հետ, ճիշտ է, Հնդկաստանն էլ բավականին լուրջ շահեր ունի, ուղղակի համեմատելի չէ, մեր շահագրգռվածությունը շատ ավելի մեծ է, այդ իսկ պատճառով մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հարաբերությունները ել ավելի խորանան։ Եվ նաև մենք տեսնում ենք, որ հիմա Հնդկաստանը զենք արտահանող կարևոր երկիր է դառնում, բավականին լուրջ ներդրումներ է անում նաև իր պաշտպանության համակարգում, զենքի արտադրման ոլորտում, դրանից բացի մեծ եւ հաջողակ նոր պայմանագրեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նույն պաշտպանության ոլորտում, եւ ես կարծում եմ, որ մենք ապագայում անպայման կկարողանանք օգտվել այդ ամենից, նաև անօդաչու թռչող սարքերն են շատ լուրջ ձևով զարգացնում Հնդկաստանում, ինչը բնականաբար մեզ համար շատ լավ է, մենք կարող ենք ապագայում օգտվել նաև այդ ամենից։ Հայաստանի արտգործնախարարությունը նաև արձագանքել է Սիրիայում տեղի ունեցածին, նշելով, որ արտգործնախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը Սիրիայում եւ նաև նշված է այդ հաղորդագրության մեջ, որ Հայաստանի հյուպատոսությունը Հալեպում կապի մեջ է ինչպես նաև տեղական իշխանությունների, այնպես էլ համայնքային կառույցների հետ, Հայաստանի քաղաքացիները այս ամենից չեն տուժել, բայց կարևոր է այստեղ նշել, որ ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև մեր ցանկացած հայ ազգի քաղաքացի չափազանց կարևոր է։ Հասկանում եմ, որ քաղաքացիները շատ ավելի կարևոր են, դա միջազգային նոր մոդայի տրենդ է, կարելի ասել նոր այս վերջին 100-ամյակների, որ ցանկացած երկիր պաշտպանում է իր քաղաքացիներին, բայց մենք հաշվի առնելով, որ 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մեզ համար ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են կարևոր, այլ նաև յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած ծայրում։ Եվ մենք նաև պետք է առաջնորդվենք նաև այդ գաղափարով։ Քանի որ անդրադարձանք նաև Սիրիային, Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, երևի թե մեր միջազգային հարցերի շուրջ քննարկումները սկսենք Սիրիայից, պետք է նշել, որ գիշերը եւս կատաղի մարտերը շարունակվել են Սիրիայում, բավականին լարված է մնում իրավիճակը Սիրիայում, դրանից բացի նաև կարևոր է նշել, որ Իսրայելը գիշերվա ընթացքում մոտ 40 ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքում, այդ հարվածները հիմնականում հասցվել են տարբեր բազաների, սիրիական տարբեր բազաների եւ կազարմաների, Իսրայելն շատ ակտիվ լարում է իրավիճակը Սիրիայում, ավելի է փորձում լարել իր քաղաքականությունից հելնելով եւ այդ խառնաշփոթը եւ բարդ իրավիճակը այս պայդրությամբ Սիրիայում ցավոք սրտի շարունակվում է։ Այս համատեքստում կարևոր է կրկին անդրադառնալ Իրանին, Իրանի շուրջ հայտարարությունները չեն նվազում, տարբեր տեսակի տարբեր հայտարարություններ կան եւ բավականին լուրջ մտահոգություններ է դա մեր մոտ առաջացնում, կան նաեւ քննարկումներ Իսրայելում հնարավոր հարվածների Իրանի նկատմամբ, տարբեր տեսակի քննարկումներ կան եւ կարծես թե 25 թվականին Իսրայելը լուրջ ձևով մտադիր է վերջ տալ Իրանի ատոմային ծրագրին, այստեղ նաեւ նոր մանրամասներ ունենք Հիքմեթ Հաջիևի այցից Իսրայել եւ այդտեղի քննարկումներից խոսք կա նաեւ այն մասին, որ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրվելու Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ, որ ադրբեջանական նավթի եւ գազի ընկերությունը Սոկարը սկսելու է նաեւ գազի եւ նավթի որոնման եւ արտահանման աշխատանքներ հենց բուն Իսրայելում, խոսք կա նաեւ կրկին այն մասին, որ Իսրայելը հիմա միջնորդի դերակատարություն է ստանձնելու Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, Ադրբեջանը կարող է միանալ Աբրահամի
ծրագրին, որը որ Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք ստեղծված ծրագիր էր, հատուկ համաձայնագիր էր արաբական երկրների եւ Իսրայելի միջև, որը որ կարգավորում էր հարաբերությունները արաբական աշխարհի եւ Իսրայելի միջև եւ խորացնում այդ հարաբերությունները, այսինքն այդ ծրագրին եւս կարող է Իսրայելը միանալ եւ փաստացի հիմա ադրբեջանական դիվանագիտությունը կենտրոնացած է նրա վրա, որ Իսրայելի միջոցով հնարավորություն ունենա մոտենալ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Կան նաեւ կարծիքներ, որ դա վերաբերվում է նաեւ Սյունիքին, ես չեմ բացառում, ճիշտ ասած գրեթե համոզված եմ, որ այդպես էլ կա, ուզում են Դոնալդ Թրամփին համոզել, որ եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվի, ապա շատ կարևոր է, որ Սյունիքը վերահսկողության տակ վերցնեն Ադրբեջանի զորքերը, ինչ որ նման խոսակցություններ կան, չեմ կարող հաստատել, չեմ կարող հերքել, բայց մեկ բան փաստ է, որ Ադրբեջանը իրոք այդ ուղղությամբ աշխատում է, քանի որ ամեն օրվա ռեժիմով վերջին շրջանում հատկապես ավելի շատ սկսել են քարոզել այդ սուտ թեզը, սուտի արևմտյան Ադրբեջանի մասով եւ հստակ տարածքային հավակնություններ են ներկայացնում Հայաստան։ Մենք պետք է չափազանց ուղղակի ուշադիր գտնվենք։ Ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մենք ունենք հիմա արդեն ռազմավարական հարաբերությունների կանոնակարգը, դա շատ կարևոր եւ լուրջ փաստաթուղթ է։ Դա է պատճառը նաեւ, որ մենք չպետք է դուրս գանք Թրամփի իշխանության, մենք նույնիսկ մեկնաբանությունների մակարդակով եմ միշտ խնդրում, որ չափազանց ուշադիր լինենք, մենք շատ խելացի ժողովուրդ ենք եւ չպետք է տրվենք էմոցիաների, մենք պետք է շատ լուրջ եւ լավ ձևով աշխատենք Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, մեր հարաբերությունները ունենանք, եվրոպացիները եւ ուկրաինացիները, ես կարծում եմ, որ իրենք շատ լավ կարողանան կարգավորել իրենց հարաբերությունները նույն Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, տեսնենք։ Եվ մենք պետք է հիմա իրոք ջանքերը կրկնապատկենք, հայկական կազմակերպությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույն Հայաստանի Հանրապետության դեսպանը Լիլիթ Մակունցը եւ բոլորը շատ լուրջ պետք է փորձեն աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել, դա շատ լավ է։ Այն, որ Փարիզում հանդիպել էին Դոնալդ Թրամփի հետ, հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի միջև, դա շատ լավ է։ Այն, որ հետո Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ կառավարական այդ գագաթնաժողովին, կառավարական ազատությունների գագաթնաժողովին մասնակցելու, դա եւս չափազանց կարեւոր, ինչպես նաեւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումը, որը որ առաջիններից մեկն էր, նրա գրասենյակում հանդիպում ունեցավ Ջեյ Դի Վենսի հետ, շատ կարևոր էր դա եւս չափազանց կարևոր է, ինչպես նաեւ հետագայում Մյունխենյան համաժողովներ, եթե չեմ սխալվում, թե Փարիզում էր ինչ որ մի հանդիպում կրկին, Փարիզում կարծես, կրկին հանդիպում կարճատև ոտքի վրա զրույց Ջեյ Դի Վենսի հետ։ Այդ ամենը չափազանց կարևոր է, ինչպես նաեւ զանգը Դոնալդ Թրամփի Արամ առաջինին, նրա գրառումները Twitter-ում Արցախի մասով, նամակը Արամ առաջինի Դոնալդ Թրամփին, կարծում եմ ամեն ինչ ես փորձեցի հիշատակել, բայց եթե ընդհանուր այս ամենը վերցնենք, ճիշտ է, Ադրբեջանը չունի այս հաջողությունները եւ մի անգամ ուղղակի Ալիևը կարողացել է խոսել Դոնալդ Թրամփի հետ, դա էլ լոբիստական կազմակերպություններ օգտագործելով բավականին մեծ գումարներ ծախսելով, բայց մեր հանդիպումները եւ հաջողությունները այս առումով չափազանց կարևոր են, սակայն նույն ժամանակ եկեք անկեղծ լինենք, ընդհանուր պատկերացում է ստեղծվում, որ այդ ամենը չափազանց քիչ է եւ մենք գիտենք, թե ինչպիսի խոր հարաբերություններ ունի Իսրայելը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ եթե դա մենք հաշվի ենք առնում, ապա մենք մեր ջանքերը ոչ թե պետք է կրկնապատկենք, այլ պետք է եռապատկենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ճիշտ քաղաքականություն որդեգրեն Հայաստանի նկատմամբ, քանի որ հիմա մենք տեսնում ենք, որ դեռևս Դոնալդ Թրամփի վարչակազմը ամեն տարածաշրջանի նկատմամբ չէ, որ իր քաղաքականությունն է դրսևորում, այսինքն դեռևս չի ձևավորվել ամբողջությամբ այդ մոտեցումը։ Սակայն այստեղ մեկ կարևոր պահ եւս կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել, դա այն է, որ Սյունիքի մասով այդ բանակցությունների գաղտնազերծումը, որը որ Քոչարյանին էր վերաբերվում, Ռոբերտ Քոչարյանին, դա տեղի ունեցավ արդեն նոր այս վարչակազմի օրոք, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, դա եւս ինչ որ քաղաքականության մաս է կազմում Ամերիկայի Միացյալ Նահանգների, դրանից բացի այդ Ամուլսարին վերաբերող որոշումը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ողջույնը
Դրա համար է, որ այս հարցերը եւս ես միշտ բարձրաձայնում եմ, հիմա շատ կարեւոր է, որ եթե մենք կարող ենք ամերիկացիներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հատկապես Դոնալդ Թրամփին շահագրգռել ինչ որ արտահանումներ սկսել Հայաստանի տարածքում, որից որ կշահի նաեւ Հայաստանը, կողքի դրեք այդ էկոլոգիական հարցերը, քանի որ այդ էկոլոգիական հարցերի պատճառով մենք կարող է երկիր կորցնենք եւ շատ լավ է, որ մենք մեր երկրում ամերիկացիների օգնությամբ կարողանանք ինչ որ կարևոր մետաղներ արտահանել, քան թե թշնամին պայմանավորվի մեր մեջքի հետևում, մեր հաշվին եւ մեր տարածքների հաշվին, մեր հանքանյութերի հաշվին։ Ես շատ པարզ եմ խոսում, ուղղակի ստիպված եմ այսպես խոսել, որպեսզի հստակ պատկերացում ձևավորվի, թե ինչ է հիմա տեղի ունենում։ Իրավիճակը տագնապալի չէ, բացարձակ, բայց մտահոգությունները բավականին լուրջ են։ Անցած տարի ուրիշ մտահոգություններ կարող ունեինք, ուրիշ ռիսկեր, այսինքն հիմնական ռիսկը միշտ էլ կա, մնում է, բայց տարբեր ձևեր են այն ստանում, տարբեր ձևերով են փորձում լուծել մեր հակառակորդները իրենց ծրագրերը մեր հաշվին, այսինքն ի վնաս մեզ, ի վնաս մեր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք շատ կարևոր է, որ միշտ շատ արագ եւ ճիշտ ձևով հասկանանք, թե ինչպիսի վտանգներ կարող են սպասել մեզ, եւ մենք ինքներս արդեն դիմենք ճիշտ քայլերի գործողությունների։ Հիմա լռել, սպասել եւ ոչինչ չանել կամ ինչ որ կիսատ պրատ բաներ անել, ձև տալով թե ինչ որ կարևոր գործ ենք անում, իրոք ճակատագրական մեծ սխալ կլինի եւ ճակատագրական լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար, Հայաստանի պետականության համար։ Այդ իսկ պատճառով իրոք լուրջ, շատ լուրջ արդյունքներ են հիմա անհրաժեշտ հայ-ամերիկյան հարաբերությունների համար նոր վարչակազմի հետ։ Այն էլ այս պայմաններում, երբ որ շատ հնարավոր է, որ Իրանի դեմ իրոք ռազմական գործողություններ սկսվեն։ Խոսենք Ուկրաինայից, հիմա երեք նաև Դանիայի արտգործնախարարն է հայտարարություն արել Ուկրաինայի մասով եւ ասելով, որ Դանիան նույնպես պատրաստ է խաղապահներ ուղարկել Ուկրաինա։ Հիշում եք, մենք նաև խոսում էինք Ավստրալիայի մասին, կարծես երեք էր այդ տեղեկությունը մենք ստացանք եւ խոսեցինք այն մասին, որ Ավստրալիան նույնպես պատրաստ է խաղապահներ ուղարկել Ուկրաինա, մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան են այդ նախաձեռնության հեղինակը եւ հիմա շատ ակտիվ խոսվում է այդ մասին։ Խոսելով Ուկրաինայից կարևոր է նաև նշել, որ գիշերվա ընթացքում աննախադեպ դրոնային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունը, հարվածներ են հասցվել տարբեր տեղերում, հատկապես Մոսկվան է եղել թիրախում, բազմաթիվ հաջողված հարվածներ է հասցրել Ուկրաինան, նույնիսկ օդանավակայաններն են դադարեցրել իրենց աշխատանքը Թաթարստանում նույնպես տագնապ է, այսինքն շատ լուրջ դրոնային հարձակում է տեղի ունեցել ուկրաինական կողմից Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Ռուսաստանն էլ կիրառել էր տարբեր տեսակի հրթիռներ, հատկապես Իսկանդեր-M, բայց հաղորդագրության համաձայն Ուկրաինային հաջողվել է խոցել այդ հրթիռը։ Իսկանդեր-M հրթիռը։ Ընդհանուր առմամբ Ուկրաինան ռուսական տվյալների համաձայն հարյուրավոր դրոններ էր ուղարկել հիմա Ռուսաստանի վրա եւ մոտ 360, եթե չեմ սխալվում, դրոններ, ինչպես հաղորդում է ռուսական կողմը, նրանց հաջողվել է խոցել, բայց բազմաթիվ են այն կադրերը, հատկապես Մոսկվայի շրջանից, թե ինչպես են դրոնները խոցել տարբեր շինություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է պատասխանել մի շարք հարցերի, որոնք որ վերաբերվում են Ուկրաինային, ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ռուբիոն նշել է, որ այս պահի դրությամբ չի որոշել, թե երբ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ, բայց կարևոր է նույն ժամանակ, որ պոզիտիվ մթնոլորտ լինի այդ հանդիպման համար։ Դրանից բացի հիմա արդեն Ռիադում տեղի ունենալու ամերիկական կողմի եւ ուկրաինական կողմի միջև հանդիպումը եւ խոսք կա նաեւ այն մասին, որ եթե դրական արդյունքներ գրանցվեն, ապա հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները զենքի մատակարարումները վերասկսեն Ուկրաինա։ Կարևոր է նաև նշել, որ Թրամփի հատուկ բանագնացը Fox News-ի եթերում նշել է, որ Զելենսկին հատուկ նամակ էր ուղարկել Դոնալդ Թրամփին եւ այդ նամակի մեջ ներողություն էր խնդրել այդ միջադեպի համար, որը որ տեղի էր ունեցել Սպիտակ տանը։ Նաև կարևոր է նշել, որ ըստ Մարկո Ռուբիոյի հիմա իրենց ավելի ծանոթ է ուկրաինական տեսակետը, չնայած որ հիմա այդ հանդիպման ընթացքում ավելի մանրամասն են նրանք ծանոթանալու ուկրաինական տեսակետին,
Բայց Մարկո Ռուբիոյի խոսքերով անհայտ է մնում Ռուսաստանի տեսակետը, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանը ուկրաինական հակամարտության հարցով, ինչ պահանջներ, ինչ մոտեցումներ ունի ռուսական կողմը, եւ ամերիկյան կողմի խնդիրը այն է, որ մաքսիմալ ձևով կարողանան մոտեցնել ուկրաինական կողմի եւ ռուսական կողմի տեսակետները, որպեսզի հնարավոր դառնա հասնել խաղաղության։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում անպայման լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։